Ղուկաս 17 Գայթակղության մասին Հիսուս ասաց նաև իր աշակերտներին. անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկնաքար վեմ կախվեր, և նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգույշ եղեք ձեր անձերի համար։ Եղբայրական անհիշած չարություն։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, և եթե զղջա, ներիր նրան, և եթե 7 անգամ մեղանչի քո դեմ, և 7 անգամ դառնա քեզ և ասի զղջում եմ, ներիր նրան։ Հավատի ուժը։ Եվ առաքյալները Տիրոջն ասացին. ավելացրու մեր հավատը։ Եվ Տերն ասաց. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, և այս թթենուն ասեք արմատախիլ եղիր, և տնկվիր ծովի մեջ, նա իսկ կհնազանդվի ձեզ։ Խոնարհաբար ծառայել։ Իսկ ձեզնից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն. անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասիր. պատրաստիր, ինչ ընտրելու եմ, և գոտի կապած ծառայիր ինձ, մինչև որ ուտեմ և խմեմ, և ապա կուտես և կխմես դու։ Մի՞թե Տերը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք։ 10 բորոտների մաքրվելը։ Եվ մինչ նա դեպի Երուսաղեմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։ Եվ երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին 10 բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ։ Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ Նրանցից մեկը, երբ տեսավ, թե բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն։ Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան։ Եվ ինքը սամարացի էր։ Հիսուս պատասխանեց և ասաց. սրանք 10-ն էլ չմաքրվեցին, իսկ արդ 9 ուր են, որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց։ Եվ ասաց նրան. վեր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց։ Աստծու արքայության գալուստը։ Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե երբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է։ Իսկ իր աշակերտներին ասաց. կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու որդու օրերից մեկը տեսնել, և չեք տեսնի, և եթե ձեզ ասեն, թե ահավաստիկ այստեղ է կամ այնտեղ, մի շտապեք գնալու, որովհետև ինչպես որ փայլատը երկնքի ներքևից փայլատակելով երկնքի երեսը լուսավորում է, այնպես էլ կլինի մարդու որդին իր օրում։ Բայց նախ նա պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։ Եվ ինչպես եղավ Նոյի օրերով, այնպես կլինի և մարդու որդու օրով։ Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդ էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ,
եւ ջղեղեղը եղավ ու բոլորին կորստյան մատնեց։ Նույնպես ինչպես Ղովտի օրով էլ եղավ, ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում, եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ Նույն ձևով է լինելու այն օրն էլ, երբ մարդու որդին է հայտնվելու։ Այն օրը, ով որ տանիքում է եւ իր կարասին տանը, թող չիջնի առնելու այն, եւ ով որ հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ Հիշեցեք Ղովտի կնոջը, ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն։ Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը թողնվի։ Պատասխան տվին եւ ասացին նրան. Որտե՞ղ Տեր։ Եվ նա ասաց նրանց. Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները։